ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել շուրջ 30 երկրում ծառայող ամերիկացի դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների։ Associated Press-ի փոխանցմամբ նրանց մեծ մասը նշանակվել էր Ջո Բայդենի նախագահության ընթացքում։ Կադրային փոփոխությունները վերաբերում են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Ամենաշատ դեսպանները հետ են կանչվում Աֆրիկայի և Ասիայի երկրներից։ Հետ կանչված դիվանագետները պետք է վերադառնան Վաշինգտոն։ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններն Արեգ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են Թրամփի երթուղի նախաձեռնությանը նվիրված կլոր սեղանի քննարկմանը։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատը։ Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները, Վաշինգտոնում ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ։ Հայաստանի դեսպանը ողջունել է մեջբերում ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական համագործակցությունը և նշել, որ նման գործնական համագործակցությունը կարևոր է շոշափելի տնտեսական և սոցիալական արդյունքների հասնելու համար։ Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն իր հերթին հավելել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը պատմական համագործակցության հիմք է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ պատճառը աշխատանքային խիստ գրաֆիկն է։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 241 միավոր տեխնիկա։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը գործակարգավարական խորհրդակցության հերթական նիստում հայտարարել է, որ խիստ հսկողություն պետք է սահմանվի ոչ այնքան պարտաճանաչ ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց։ Փողոցը սառցակալում է, ինչը բարդացնում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը։ Արեյանի խոսքով Երևանը պատրաստ է ձմռանը, ձնամաքրման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են։ Խնդրանքս է ձեզ, պարոն քաղաքապետ, հանձնարարական վարչական շրջանների ղեկավարներին այս կանոնների կատարումը պահպանելու համար ծանուցեն բոլոր տնտեսվարողներին և սահմանեն խստագույն հսկողություն բոլոր տեսակի օբյեկտների նկատմամբ և երկրորդը խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից անկախ այն բանից անտեղումներ կան չկան, մինուս ջերմաշան է գրանցվում գիշերը, բոլոր ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է և ստիպված է ԵԱՍՄ հիմնարկը բարեկային ծառայության հետ իրականացնելու այդտեղ լրացուցիչ աշխատանքներ։ Ամբողջովին պատրաստ լինող ռեսուրսները, պարոն քաղաքապետ, խնդրում եմ ձեզ ձեր խիստ հանձնարարականը այս ուղղությամբ։ Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը ներառում է մինչև 2030 թվականը տնտեսական զարգացման մասին հռչակագրի և մինչև 2045 թվականը Եվրասիական տնտեսական ուղու իրականացման գործողությունների ծրագիր։ Как прошли переговоры? Մայամիում ավարտվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները։ Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կառուցողական է համարել Մայամիում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ բանակցությունները։ Նա մասնավորապես նշել է մեջբերում, պատերազմ հրահրողները չկարողացան խափանել Մայամիում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն իր հերթին ընդգծել է, կարգավորման գործընթացը չպետք է սահմանափակվի միայն ռազմական գործողությունների դադարեցմամբ, այլ դառնա կայուն ապագայի հիմք։ Կողմերը պայմանավորվել են հաջորդ նիստը կայացնել դեկտեմբերի 22-ին։ Իսկ այդ ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյն Վեյնսը հայտարարել է, որ իրենց համար ավելի կարևոր են ամերիկացի թոշակառուները, քան Ուկրաինան։ Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում քաղաքացիական պաշտպանության ուժերը սկսել են փլատակների տակ մնացած զոհերի մասուկների որոնման և դուրսբերման լայնածավալ գործողություն։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով ավերված տների տակ, ըստ պաղեստինյան կողմի, դեռևս մնում է ավելի քան 9000 զոհ, որոնց մարմինները տևական ժամանակ անց արդեն քայքայված են, ինչը բարդացնում է որոնողական աշխատանքները։ Գործողությունն իրականացվում է տեխնիկայի խիստ պակասի պայմաններում։ Աշխատանքները հնարավոր են դարձել հոկտեմբերի 10-ից ուժի մեջ մտած հրադադարի շնորհիվ, որը հաստատվել է Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրի շրջանակներում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Մագդեբուրգում դիմավորել են սուլոցներով։ Միջադեպը տեղի է ունեցել կանցլերի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակի արարողությանը ժամանելու պահին։
Ըստ գերմանական մամուլում շրջանառվող տեղեկությունների պատճառը մերձի դեռևս չիրականացված խոստումներն են։ Մեկ տարի առաջ Մագդեբուրգում 50-ամյա բժիշկը Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենայով մխրճվել էր ամբոխի մեջ, սպանելով 6 հոգու, այդ թվում 2 երեխայի։ Տեղի ունեցածից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ով այդ ժամանակ դեռ Բունդեսթագի ընտրությունների գլխավոր թեկնածուն էր, խոստացել էր փակել սահմանը եւ երկրից դուրս հանել ներգաղթյալներին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ ազգությամբ արաբ բժիշկ ահաբեկիչը Գերմանիայում փախստականի կարգավիճակ ունի դեռ 2016 թվականից։ Մերցի խոստումները դեռևս կատարված չեն, ինչը Մագդեբուրգում բողոքի ալիք է բարձրացրել։ Թուրքիայում բյուջեի քննարկման նիստի ժամանակ падգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։ Բախումները սկսվել են Արդարության եւ զարգացման կուսակցության եւ Ժողովրդահանրապետական կուսակցության падգամավորների միջև։ Լարվածությունը բարձրացել է Արդարություն եւ զարգացում կուսակցության բուրսայի падգամավոր Մուստաֆա Վարանգի ելույթի ժամանակ։ Падգամավորը խնդրել է իրեն խոսք տրամադրել, իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության падգամավոր Իլհամի Օսջանայգյունը դիտողություն է արելու հրամայել նստել, ինչն էլ բռնցքամարտի պատճառ է դարձել։ Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել, ստացված վնասվածքների հետևանքով մահացել է գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստվածության վարչության պետ գեներալ-լեյտենանտ Վանիլ Սարվարովը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։ Ըստ քննչական կոմիտեի նախնական վարկածների, սպանությունը կապված է Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։